Ծաղկակաղամբը պետք է դնեմ ջեռոց, կտրտեմ, ջուր եմ դրել արդեն որ եռան, մի փոքր խաշելու եմ, հետո նոր դնեմ ջեռոց։ Այս ընթացքում Աշոտը հասցրեց գնաց մարզվեց եկավ, ես սենյակում մարզվեցի, հիմա այս մանրեմ, ամբողջը չեմ անելու, մի քանի հատ կթողնեմ, մանրեմ ու մի թեթև եռացնեմ, մի 2-3 րոպե։ Այս չափել դնելու եմ հենց։ Այս շատ մեծ էլ մենակ մի փոքր կմանրեմ, ծաղկակաղամբը շատ օգտակար է, մենք սովոր էինք մենակ ծաղկակաղամբը թթվի մեջ, որ ինչ-որ ձևի եփ էինք ուտենք, սովոր չէինք նախկինում էլի, առաջներում, հիմա արդեն օգտագործում ենք։ Ջուրը եռած, աղ չեմ լցնելու, այսպես պետք է խաշեմ, ծաղկակաղամբը լվացրել եմ, այսպես մի քանի րոպե կխաշեմ, մի թեթև։ Աղը հետո մի անգամից համեմելուց կլցնեմ։ Մինչև ծաղկակաղամբը կխաշվի, մի հատ կարմիր կարտոֆիլ, քաղցր կարտոֆիլ կկրպեմ։ Ջեռոցը միացրել եմ արդեն տաք է, ծաղկակաղամբը կկատարկեմ, կարմիր կարտոշկան մանրեցի, ես կավելացնեմ։ Կարմիր կարտոշկան ուղղակի ավելի օգտակար է, դրա համար այսպես փորձում ենք մեկ-մեկ օգտագործենք։ Իսկ եթե սովորակ, ես այդպես չեմ էլ սիրում ես, ուղղակի որ օգտակար է, մեկ-մեկ ուտում եմ։ Չնայած որ ճիշտ ասեմ, հիմա որ սխտորով այսպես սարքում եմ, լավ էլ համեղ է լինում։ Իսկ եթե սովորական կարտոֆիլը, ուրեմն պետք է բան արվի, կլեպը, եթե հնարավոր է կլեպով ուտել։ Աղ կանեմ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի փոքր սոխի փոշի եմ ավելացնում, դուրս է գալիս Քսենիա, օրեգանո, սխտոր անպայման, կարելի է սխտորի փոշի լցնել, այսօր թարմ սխտոր ես կլցնեմ։ Ձետ չեմ լցնելու, քանի որ վրան պետք է պանիր լցնեմ։ Այսպես կխառնեմ։ Քսենիա, անձրևեր չէ գալիս։ Հա, անձրևեր, ջրից վախենում է, ներս եկավ։ Ես էլ շատ չեմ ուզում լցնեմ պանիր։ Իհարկե սոզով էլ կարելի է սարքել, բայց այսպես ես ուզեցի հենց ոնց որ չոր էլի, այս ձևով սարքվի, որպես բանջարեղեն։ Այս գնաց ջեռոց։ Տեսենք Աշոտը ինչ կաղամբա բերել։ Գնում ասում եմ, ենթադրենք ես մի երկու բան ընթացքում էլի բաներ եմ զանգում ուզում, հիշում զանգում ուզում։ Գազար, բիոգազար ավերցրել, միշտ այն մյուս անվան տոպրակներով ենք վերցնում, բայց բիոն դե լավ է։ Սրանից է բերել, Չինաստանը էլի կար, պետք է լցնեմ թթվի մեջ, մենք գազար համել շատ ենք, ամեն բան մեջ համել ես լցնում, շատ եմ լցնում գազար, շատ ենք օգտագործում, հիմնականում հում ենք օգտագործում, օրինակ աղցան բաները հում են պատրաստում, դե թթվի մեջ էլ շատ լավ է օգտակար է, որ ուտում ենք, մեկ-մեկ եմ, ասենք բրինձով փլավի բան մեջ, արդեն որշի մեջ դե բնականաբար եփվում է, բայց աշխատում եմ վերջերում լցնեմ, որ շատ չեփվի, որ վիտամինները չկորեն։ Նեղուր է բերել։ Կարելոք է բերել։ Երկու տեսակի սխտոր է բերել, ես ինձ սխտոր է հետաքրքիր է, հետո նայեմ խոշոր սխտոր է ու մի հատ։
Ես ինչ բան է հետաքրքիր է, սպիտակ սխտոր, իսպանական է։ Այս մեկն էլ սովորական մենք որ միշտ առնում ենք։ Այս որտեղից է գալիս։ Հա, այս մեկն էլ գերմանական է։ Այս մյուսը ոնց որ ընկնում է դեմքից, չէ՞։ Լավ տեղ չեմ գրել հեռախոսը։ Իսպանական ու գերմանական երկուսից էլ բերել է, որ հետո նայեմ, որն է։ Դե ես միշտ տանց եմ առնում։ Նու շատ բերել, բայց մի քանի հատ կա, ուղղակի երևի աչք ընկել է, վերցրել է։ Դդմիկ էի ուզել մի երկու հատ, բիո դդմիկներ ա վերցրել, որ միշտ ասել ենք բիոն լավ է, վերցնում է։ Ես ուզել եմ, որ լազանյա պատրաստեմ, եթե կիրակի օրը ուրիշ պլաններ չառաջանան, ուրեմն հա կիրակի օրը ես հանդիպում ունեմ, ինչևէ, ու կարևորը կաղամբն է։ Այսպես ախորժաբեր սիրուն բան է ստացվել։ Համանի մեջ քիչ է մնացել։ Ես կդատարկեմ, երեկ ուզում էի հայկական խանութից, մտածեցի բան առնեմ ու չառա, հնդկաձավար։ Չնայած մի քիչ կա հլը, բայց ամանը դատարկվել է։ Մի քիչ կար եփեցի, հիմա ամանը դատարկվել է։ Էս էլ լավ չէ ուտում, ես հաճարն էլ չեն ուտում, արդեն շատ դժվար է։ Մարդ չգիտի ինչ եփի, որ ուտեն, ամեն ինչից հոգնել են։ Հայկական խանութից նաև կարկադեի թեյ եմ առել, էդ էլ դատարկեմ սրա մեջ։ Այս հորմոնալ փոփոխությունների ժամանակ այս թեյն էլ է օգտակար։ Հայաստանից է եկել ասեց։ Ես սիրուն է գույնը, խոտնել է շատ անուշ։ Տեսեք ինչքան սիրուն է։ Ես էլ լսնեմ այստեղ։ Մակարոնն էլ դատարկեմ սրա մեջ։ Սրանք էլ տեղավորեմ։ Քսենիա, լարնամ ես ինչ ես արել։ Հողը թափել, գնացել այնտեղ պաղկվել է։ Քսենիա, ես խես պաղկվել։ Ով է հողը թափել։ Հա? Հələ դուրս արի, ով է հողը թափել։ Դու չես արել։ Բախ ես պաղկվել, որ դու չես թափել, հա, Քսենիա, հələ նայեք ես ավազակին։ Բարի երեկո, սիրել բարեկամներ։ Դրան զանգը տվեցին, բացեցի փոստի աշխատողներ։ Ծանրոց էր բերել հարևանի համար, ասեց ֆրանսերենով ինձ ասում է, դե ֆրանսերեն չեմ հասկանում, բայց հասկացա ինչ է ասում, հարևանին նա տամ ձեր մոտ, ասեցի հա դուր ուրախացավ, շնորհակալություն հայտնեց գնաց, դե էլ չի գա, որ նորից բերի, չէ։ Ասում է ինքը գնաց ու հենց այդ պահին լսեցի հարևանի գարաժի դռան ձայնը։ Մի անգամից դուրս էի գալիս, ես էլ ծանրոցի հետս դուրս եկա, հենց այդ պահին հարևանուհիս դուրս եկավ դեմս, ասում է ծանրոցեն տվել, ասի հա շնորհակալություն հայտնես, լավ որ մաղթեց, ես էլ ձեզ եմ լավ որ մաղթում, դուրս եմ եկել, հիմա ժամը 4:30 պետք է գնամ, հիշում եք մի խանութում, որ մտա Սուրբ Սնունդի սիրուն զարդարանքներ կային, ասեցի կգնամ մեր մոտից կառնեմ, հիմա վերջապես գնում եմ այդ խանութը, չեմ հասցրել, ամբողջ օրը ես տանն եմ եղել, բայց ինքան գործ եմ ունեցել, որ չեմ հասցրել դուրս գամ, հիմա հենց այդ նպատակով եմ դուրս եկել, գնամ, մի հատ նայեք մեքենաբան հոչ կա, հիմա դրա համար եմ դուրս եկել, գնում եմ այդ խանութ, նայեմ ինչ սիրուն զարդարանքներ կան, որ կարող է ուզենամ առնեմ, ինչքան սիրուն են, ինչքան խոշոր, ես չգիտեմ ինչ տարեր են, նայեք անդադ հավաքում լսնում են սրա մեջ, լավ ցուրտ է, 7 աստիճան, բայց շարֆ չուզեցի վերցնեմ, որ ավելորդ իմ համար բան չանեմ,
գիտեմ, հանուտ մտնեմ կշոքեմ, պետք է հանեմ իմ համար ավելով բեր սարքեմ։ Չգիտեմ էլ այդ խանութը մինչև քանիսն է բաց, չեմ նայել, բայց թե որ հազիվ դուրս եմ եկել խանութ գնալու, կողքերը էլ խանութներ կլինի, որ կուզենամ մտնեմ։ Ես իմ ազատուրեր ես ինչ շուտ են թռնում, չեմ հասցնում, որ այնքան բան անեմ, ինչքան որ ես կուզեմ։ Ուզում եմ կարագի պանիրի համար աման նայեմ, որ բացեմ, մեջը դնեմ ու սառնարան դնեմ։ Երեք թեմում նայեցի, չկողմնորոշվեցի, ուրիշ պատվերներ արեցի, բայց դրանք չարեցի։ Հիմա գնամ հլը մի խանութ կա, եթե մինչև 6-ը չփակեն, էդ էլ հասցնեմ մտնեմ, ուրեմն կնայեմ, այնտեղից թվում է կլինի։ Ես չեմ հիշում, անցյալ տարի ժամանակ չէին զարդարել, որ մինչև հիմա չեն սկսել զարդարել քաղաքը։ Այսօր արդեն նոյեմբերի 17-ն է։ Չնայած այս տարի ես էլ եմ էլի ուշացնում, չեմ զարդարել հլը տունը։ Հավա այստեղս մեքենա չի գալիս, մենակ հեծանվորդ փակա մեքենաների համար։ Իսկ թվում է ես իմ ազատ շաբաթը երբ որ լինի, այդ շաբաթն օր կսկսեմ զարդարել, որ մի քանի օր իրար վրա տանը լինեմ, մաքրեմ, դասավորեմ ու հանեմ նոր զարդարանքները դնեմ։ Դեք ինչ կանեմ, այ հասա այն մի խանութը։ Հիմա նայեմ մինչև ժամը քանիսն է բաց, եթե հլը երկար է բաց լինելու, գնամ են մեկը հետո կգամ այստեղ։ Ցնցողները փոքրիկ եղևնիներ, բույսեր, de doosjes met de kaarsjes, also voor te draaien. Proberen Niet deze, hè? Niet voor op de dingen, voor op de kaart. is dat ja. Ah, wel, dit is eentje voor op zo'n geurkaars of op een andere geurkaars. Nee. Maar het is... այստեղ կան կարոքի ամաններ։ Ես ավելի խորն է։ Այս սրանք էլ են շատ սիրուն։ 22 15 Kijk, voilà, perfect dan. Normaal is het ah ja, van kleur bedoelde, van kleur. Ah ja, ja. Այն խանութում հարցրի ժամը 6-ին փակվում էր, մտա այնքան սիրուն բաներ կային, այդ մի քանի բանը հասցրի նկարեմ, որովհետև պետք է այսպես խանութ էլ հասցնեմ մտնեմ, կարագի պանիրի աման առա, ցույց կտամ տանը։ Սրանք գերեզմաններ տանելու մոմեր են։ Այս ամբողջությամբ հեսա զարդարանքներ կան նոր տարվա։ Նայենք հլը ինչ կա։ Կարմիր տեղն սիրուն է, այս համադրությունը իմ խաղալիքներն էլ են այս գույների մեջ։ Կոնֆետի ձևով կոնֆետի ամաններ։ Երեխեքին դուր կգա այս ամանը։ Այս սրանք էի տեսել կենտում։ Տեսնենք հլը ինչ արժի։ 7 եվրո արժի էս մի հատը։
լույսերից էլ անցնենք։ Էլի եկանք ամանների մոտ։ Խոհանոցի ժամացույցը, սպիտակ սիրունը։ Բաժակներ կան, այս կողմը նայենք ինչ բաժակներ են տառերով, սպիտակ մեկ ոնց որ ձանձրալի լինի։ Այսրանք սիրուն են նվերի համար։ Հիշենք, որ այստեղ կա, որ պետք է գալուց առնեմ։ Ծնունդի համար տարբեր աքսեսուարներ։ Ավելի շատ ոնց որ մանկական լինեն։ Այստեղ զեղչ կա 50%։ Իբր սև ուրբաթի զեղչերն են։ Հիմայի ամանները ավելի սիրուն էին ու ավելի մատչելի, քան այստեղ աղագին բարձր են գները։ Այս սուրճ մեքենաներից հլը օգտագործում են, քան 30 տարի առաջ էինք օգտագործում սրանցից։ Լանչի ամաններ են, այս պլաստիկը, ես մեր խանութից առա շատ լավն է, այստեղ կա։ Լավ աման, սրանք էլ շշեր ջրի համար։ Գտալները, լավ փոքր թեյի գտալա, գները նայում եք, 3.49 մի հատը։ Այսը նայք, հատի գինն է գրված այստեղ։ Այս էլ այս փոքրիկ շերեպիկի գինն է, 10 եվրո։ Հենց այս տեսակ աման եմ ուզում, շատ ծանր է, ես արժի գալ առնել, լավն է, իսկական իմ ուզածն է։ Ծանր է, հիմա չեմ կարող առանց այն լուսից, բայց արդեն ծանր այն մյուս ամաններից։ Այս ռաձևն էլ է շատ սիրուն, բայց գույնը չէ, ծանրալի գույն է։ Սրանք դանակ սրելու են, այնքան թեթև են, ոնց որ խաղալիք։ Այստեղ էլ կա աղ ու պղպեղ մանրելու, լավն են, 13 եվրո արժեն, ես Թեմոյից պատվիրել եմ արդեն։ Այս պաների դանակը, ես էլ փոքր էսպիսի դանակը կարող է վերցնեմ, չգիտեմ, թե շատ կարճ է։ Այստեղ էլ դանակներ կան։ Թե ես վերցնեմ, սրա չափը ոնց որ ավելի լավն է։ Այս էլ է շատ լավը։ Ես սրանցից ուրիշ խանութից եմ առել, վիբրայից եմ առել։ Սխտորի ճզմիչներ, քերիչներ։ Այստեղ էլ, այս ինչ լավն է, նայեք համեմունքներ, սխտոր բան մանրելու համար, գրաֆիտից է շատ ծանր։ Գույնը սիրուն է, բայց կլորությունն ու բերանի մասը սիրուն չի։ Այս աղամաններից ոնց որ ինձ պետք է, բայց թանկ է անկեղծ ասած, ակցիոնում կարելի է նայել։ Այս իսկական հայկական սուրճ խմելու համար, նայեք փոքր չափերը։ Այս թենիկը շատ սիրուն է, տեսնեմ
ինդուկցիոն է, թե չէ, կարելի է օգտագործել մեր պլիտայի վրա։ Ոչ միտեղ գրված չէր։ Ես ոնց որ թուլություն ունեմ բաժակների նկատմամբ, բայց հիմա ավելի շատ ուզում եմ նոր տարվա մոտիվներով։ Մի քիչ ձանձրալի է գույները։ Ինչ սիրուն թեյնիկ է։ Այս ոնց է դրված, որ դուրս չի գալիս, այ քեզ, բան ես էլ մի ձեռքով չեմ կարողանում հանեմ։ Սիրուն է շատ, ծանր է, 17 եվրո։ Ուզում եմ նայեմ ինդուկցիայի համար է, թե չէ։ Հա, սրանցից էստեղ կա, ես ունեմ, այնքան հարմար է, երբ որ քիչ թեյ պետք է սարքեմ, իսկ նախկինում սրանցով էի սուրճ պատրաստում։ Ինչը չնայեցինք, ժողովուրդ ջան։ Մոմակալները նայենք, տեսնենք ինչ մոմակալներ ունեն իրանք։ Սրանք մի քիչ հասարակ են, այստեղ զամբյուղներ ունեն, վերևում հա սև գույնը կա։ Այս դեղիններից 2 հատ առել եմ։ Որ խանութը փակվելուն քիչ ժամանակ է մնում, ոնց որ մի քիչ ստրեսային լինի, էլի չեմ կարում հանգիստ նայեմ։ Որոշ բաներ նայեցի, տարածքով շատ մեծ չի, բայց ահագին տարբեր բաներ վաճառում են այս խանութում։ Գները ճիշտ ասած բարձր են։ Հիմա ցույց տամ ինչ առա։ Ուղղակի ու ժամի գնացի մի քիչ, պետք է արագ ամեն ինչ արվեր, այդ լավ չէր։ Հանգիստ չկարողացա նայեմ, բայց մի քիչ նայեցի։ Այստեղ արդեն տուն հասնելուց Carrefour-ի մոտից էի անցնում, մի անգամից մտա ասեցի սոյայի սոուս պետք է առնեմ, մի 2 հատ այսպես պեչենիկներ եմ առել, շոկոլադային ու ելակի, 1000-ից 1։ Իդեպ ինձ ասել էիք մեղրով տորտ թխի, որ թխեմ պետք է ուտենք է ախր, էդ է հարցը, բայց կարող մեղրով տորտ չէ, բայց նութելա թխել։ Գոնե ուտել նութելա թխեմ ուտենք։ Վարսակի փաթիլները վերջացել էին, Carrefour-ից չեմ հիշում, մեկ էլ երբ էի առել, այս վերցրի 2 հատ, լվացքի շորերի համար հոտ, լավենդելի բանն եմ վերցրել, հոտը վերցրի, սիրում եմ լավենդելի հոտ, ինչի համար որ մտել էի չեմ մոռացել, սոյայի սոուս, մի հատ էլ էս ձևի քուքիս, էլի պեչենիներ եմ վերցրել, իսկ հիմա ժողովուրդ ջան ցույց տամ ինչ վերցրի։ Սրանք վերցրի, տեսիք ինչ սիրուն են, փոքրերը, ձագերը սրա, իհարկե մեծը բնական է, սրանք արհեստական են, ոնց որ կտորից սարքած լինի, հա, բայց շատ սիրուն աշխատանք է։ Ահա, այս 2 հատը, գինը գրված էր 5 ու քանիս, ինձ թվում է այս սևորփաթի հետ կապված ձեռք չէին արել։ 2 կարծեմ 79 էր, որովհետև մի հատ վերցրի գնացի կասա, հետո այդ կինը հաշվեց, նայեց, սկան արեց, ասեց 2.79, ասի հա, բա ենդ է 5 ու քանիս է, սպաս մի հատ էլ բերեմ, ասեց գնա բեր, գնացի մի հատ էլ վերցրի, ուրեմն դանակ վերցրի 2 հատ այդ խանութից, մի հատ այս փոքրերից, իմ այս փոքրերն էլ, ինչքան սրում եմ, արդեն չեն սրվում, այդ սրիչներով ինչքան սրում եմ, տան, չեն սրվում, վերցրի մի հատ, այս մեկն էլ կեսը, այսքանը սովորական սուր դանակա, սրանից այս կողմ զիգզագած է, չափ լավ էր, սրանք եմ վերցրեմ, վերջապես պանիրի ու կարաքի համար աման առավ,
երեք նայում էի, մեկ ասեցի թեմայից պատվիրեմ, հետո ասի ես իմ գա, ես իմ ինչ լինի, ավելի լավա գնամ իմ աչքով տեսնեմ, առնեմ, հիշեցի, որ այս խանութում կար, այս խանութն էլ, որ ասում եմ, ինքան լավ խանութ է, Dille and Camille կոչվում է, շոտ արտակարգ, իրանց էլ հարցի ասում եմ, մինչև քանից նեկված ասում է 6-ը, արդեն 5 անցեր, ես էլ պետք է հասցնեի մյուս խանութը գնայի, արագ սրանք վերցրի, ասի լավ, ես դեռ կվերադառնամ, որովհետև շատ սիրուն բաներ ունեք։ Նայեք ինչ լավն է։ Այսպիսին էի հենց ուզում, ոչ ապակի էի ուզում, ոչ էլ առավել ևս, որ տակը փայտ լիներ, պլաստիկ ընդհանրապես չէի ուզում։ Ահա, այս էլ երկրորդը։ Արժեքը եթե հետաքրքիր է, 9 եվրո արժեր էս։ Մյուսը, որ 10 եվրո էր, այս վրայինը ավելի կարճ էր, բայց իմ կարծիքով բարձրը ավելի լավ է, քան կարճը, որ բացաստնում ենք պանիրը կամ կարագը, ինձ թվում էր այն կափարիչը կկպնի, այսպես կարագ ենք, դրա համար ես վերցրի ու շատ հավանեցի, voilà, ասել ֆրանսիացիները, լվանամ ու օգտագործեմ, հա, այսքան բան եմ առել, ժողովուրդ ջան, փոքրիկ առևտուր։